Քծները միջը վերջ խոթել Հայաստանի ներքաղաքական գործընթացների մեջ, բայց չհանդուրժել նույնիսկ գնահատականներ սեփական ժողովրդավարության մասին։ Ահա այս տրամաբանությամբ են առաջնորդում մեր հարգարժան եվրոպացի գործընկերները։ Տեսեք, իրենք ասում են, որ Հայաստանին աջակցում են նաև ֆինանսապես հիբրիդային պատերազմների, հիբրիդային սպառնալիքների դեմ պատերազմելու համար, իրականում 15 միլիոն եվրո գումար են տալիս իշխանություններին, ինչը վերածվելու է իրենց ձեռքում ֆինանսական եւ մեդիա ռեսուրսի սեփական հակառակորդներին ճնշելու համար։ Ավելի հեռու են գնում, Հայաստանը համեմատում են Մոլդովայի հետ։ Ինչ արեցին Բրյուսելից Մոլդովային։ Բրյուսելից փակեցին աչքերը նրա վրա, որ օրինակ Մոլդովայում մի շարք քաղաքական ուժերի, քաղաքական առաջնորդների արգելեցին մասնակցել ընտրություններին։ Իսկ օրինակ ինչ արեցին Մոլդովայի հարևան Ռումինիայում, այնտեղ չեղարկեցին ընտրությունների արդյունքները, որովհետև Պոլին Ջորջեսկուն չէր համապատասխանում Բրյուսելի քաղաքականությանը։ Ու հիմա այս մարդիկ Հայաստանը համեմատում են Մոլդովայի հետ, հնարավոր է վաղն համեմատել Ռումինիայի հետ, բայց օրինակ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոհանձնաժողովի ղեկավարը, սրտն եղել է, որ Դոնալդ Տրամպը գնահատականներ է տալիս Եվրոմիության քաղաքականության վերաբերյալ, ասում է, որ եվրոպական ժողովրդավարությունը ճգնաժամի մեջ, ասում է, ոչ ոք իրավունք չունի խառնվել մեր ժողովրդավարության մեջ կամ էլ ազդելու առաջնորդների ընտրության վրա։ Այսինքն դուք ձեզ թույլ եք տալիս խառնվել Հայաստանի գործերի մեջ, բայց չեք հանդուրժում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներից գնահատականներ տրվեն ձեր իսկ արատների վերաբերյալ։